Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մերաբյանին, բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Մերաբյան, նկատելի է վերջին օրերին ընդդիմադիր դաշտի ակտիվությունը քաղաքական ուժերի, ցեղասպանության թեմայով այս ակտիվությունը խորհրդանում փորձում են նախագիծ առաջ բերել, իշխանություններին մեղադրել այդ նախագիծը մերժելու հարցում, նույնիսկ այսօր կայանալիք ջահերով երթին է կարծես քաղաքական աստարտրվում, ինչ դիտարկումներ, ինչ գնահատականներ ունեք, ինչքանով հաջողության կհասնեն այս հարցը շահարկելով։ Նախ տերմինաբանություն ճշտենք, դա ընդդիմություն չէ, դա ռուսական ազդեցության խմբեր են Հայաստանի քաղաքական դաշտում եւ մամուլում, ովքեր Ռուսաստանի շահերը սպասարկելով գեներացնում են նման օրակարգ եւ այդ օրակարգը սպասարկող ակտիվություն ըստ այդմ։ Սա շատ կարեւոր է ճշտել։ Խոսքը ընդդիմության մասին չէ։ Հիմա ինչ վերաբերվում է այդ ցեղասպանության հետ կապված այդ խոսակցություններին, այո, պատվեր է իջած Ռուսաստանից շարունակել Հայաստանի ժողովրդի կողմից մանդատ ունեցող իշխանության եւ հասարակության միջև անջրպետը մեծացնելու, ստեղծելու, մեծացնելու ուղղությամբ բնականաբար հենց ռուսական տարբերակով ամենը ստոր մեղադրանքներն առաջ բերելով, որ այնպիսի բնույթի, որ նույնիսկ դրա հերքելն է այսպես տոքսիկ, հա, ոչ միայն այդ աուրան, որը ձևավորվում է ինքնին տոքսիկ է, նույնիսկ դրա հերքումն է դառնում տոքսիկ եւ ներքաշում է շատ նյարդային խոսակցության մեջ։ Այո, դրանք ռուսական մեթոդներ են, որոնք դրված են իրենց այս խամաճիկների ձեռքը եւ նրանք էլ այդ ամենն աշխատացնում են մանավանդ արժևում էլ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է, որը ողջ հայ ժողովուրդն է նշելու, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, եւ այո, պետք է այդ ամենն ապականել, հարամել եւ նաեւ հետապնդել դրված քաղաքական նպատակները։ Ահա այս ամենը ինչ վերաբերվում է այս ամեն ինչի ֆունկցիոնալին, հա, ինչպես ասում են։ Բովանդակային առումով ինչ են նրանք ուզում։ Իբր ուրացումը, չգիտեմ, ժխտումը քրեականացվի։ Քրեականացված է։ Ուղղակի նրանք այսպես անբռնազբոս, անդիմադիր եւ անպատիժ ոռնում են, որովհետեւ Հայաստանում եւս մի բան պետք է քրեականացնել, ինչը չի արված։ Դա Հայաստանի անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության, սա ես կարևորում եմ, նաև ժողովրդավարության դեմ քարոզն է եւ հրապարակային ելույթները։ Հաջորդը ինչը այո պետք է քրեականացվի, դա իհարկե նացիստական եւ կոմունիստական սիմվոլիկայի, Հիտլերի եւ Ստալինի կուլտերը հրապարակայնացնելն է, հա, դա եւս այո պետք է քրեականացվի եւ համապատասխան ուղումներ եւ լրացումներ պետք է կատարվեն քրեական օրենսգրքում։ Ժամանակ սրանց ձենը կկատարվի։ Ու կտեսնեք, քանի այսպես կոչված, ինչպես դուք եք նրանց փաղաքշական ձևով անվանում ընդդիմադիր, հա, քանիսն են մկանցակը 1000 թումանով առնելու մտնելու մեջը, ընդ որում առհավետ։ Այո, պետությունը պետք է ինքն իրեն պաշտպանի, իշխանության պարտականությունն է
այո, պաշտպանել հասարակությանը այսպիսի տոքսիկ ազդեցություններից, որոնք գալիս են դրսից, շատ կոնկրետ երկրից, Ռուսաստանից։ Այսօր խոսում ենք քրեական ենթամշակույթից։ Այսօրվա հայ-ռուսական հարաբերությունները ամբողջությամբ քրեական ենթամշակույթ են, եթե ուզում եք իրերը կոչենք իրենց անուններով։ Ամեն ինչու։ Կինոից սկսած առևտրից վերջացած։ Պարոն Մերաբյան, դեպ մամուլում հրապարակումներ կան, որ որոշ տեղեկությունների այդ նույն ուժերը փորձում են լոկալ փոքրիկ ակցիաներով սադրանքների գնալ, քաոտիկ միջավայր ստեղծել Հայաստանում, սա ինչքանով կարող է հաջողել այս նախաձեռնությունները եւ ինչքանով հենց նույն Ռուսաստանի կողմից ուղղորդվել Հայաստանում 1 տարի առաջ ընտրություններից անընդհատ այսպիսի լարվածություն ու քաոս մտցնելը։ 100% ուղղորդված է Ռուսաստանի կողմից, այստեղ կասկած չկա, որովհետեւ հստակ ուրվագծվում է կոորդինացիան նման փորձերի եւ ռուսական ռոպագանդայի արձագանքի, իսկ դա առանց քաղաքական որոշման բացառվում է, որ տեղի ունենա, դա մեկ։ Երկրորդը դուք նայեք ռուսական այսպես կոչված դիվանագիտական կորպուսի ակտիվությանը ուշադրություն դարձրեք Հայաստանում, հա։ Հենց Գյումրիում հյուպատոսը բազայի հրամկազմի ներկայացուցիչները, որ վերընկած էին այդ դահլիճում եւ այլն։ Դա եւս առանց քաղաքական որոշման, ընդ որում ամենաբարձր մակարդակով, Ռուսաստանն այն երկիր է, որ բացառում է նման ինքնագործունեություն։ Հիմա ինչքանով կհաջողվի, ինչքանով թույլ տրվի, այնքանով էլ կհաջողվի։ Նրանք այո փորձելու են ատամով տեսնեն կկտրի թե չէ։ Կտրեց, լավ։ Ատամները ջարդեցին, դե ուրեմն չի կտրի։ Հետևաբար այո, պետությունն իր իրավապահ մարմիններով, հատուկ ծառայություններով, եթե դրա անհրաժեշտությունը կա, իսկ դրա անհրաժեշտությունն առնվազն հակահետախուզության մասով հաստատապես կա, պետք է այդ ամենը ուղղակի ամենակոշտ եւ կտրուկ ձևերով կանխի։ Նաեւ ուշադրություն պետք է դարձվի դրամական շարժին, որը ելումուտ է անում։ Այդ թվում նաև կրիպտո ոլորտը պետք է լավագույնս վերահսկվի։ Այո, կանխիկ շրջանառությունը նաև պետք է ավելի այսպես անմիջական հսկողություն սահմանվի տարբեր օպերատիվ մեթոդներով, այո, որովհետև սա դիվերսիա է պետության դեմ։ Հիմա եթե նրանց թույլ տրվի, այո, նրանք կհասնեն իրենց նպատակին, իսկ ցանկացած ակտիվություն, որը կստացվի, միանգամից լուսաբանում կստանա ռուսական մամուլում եւ միանգամից Սպուտնիկ Արմենիային հղում տալով կամ համանման աղբյուրների նաև ադրբեջանական ռուսալեզու մամուլում եւ այդպես սպասելով սիրուն հետո կթարգմանվի հայերեն եւ ամեն ծակուցուկից այսպես կոչված հայկական մամուլը այդ 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի մի վակխանալիակ փորձեն սարքել եւ դա տիրաժավորել փորձելով թիրախավորել հասարակությանը։ Ամենակարևորը սա է, հիբրիդային պատերազմի հիմնական թիրախը հասարակությունն է, որովհետև եթե հրետանին ինչ-որ կիլոմետրերի հեռավորությամբ է խփում, ապա հիբրիդային հարվածները մտնում են յուրաքանչյուրի տուն եւ յուրաքանչյուրի մոտ հենց դուք կմիացնեք սմարթֆոնը։ Սա է։ Իսկ այն տեսակետը, որ օրինակ Ռուսաստանը անընդհատ իր, այսպես ասած, շահերը փորձում է Հայաստանում առաջ մղել վարկաբեկված գործիչների միջոցով։ Ուրիշ չունի։
Ուզում եմ հարցնել, սա ինչքանով աշխատող կարող է լինել, նույն կենտրոնական իշխանության միջոցով սա չի ստացվում, հիմա անցնում է մարզային, օրինակ Վարդան Ղուկասյանի, որը բազմաթիվ գործերով է հայտնի քրեական։ Հայաստանում իրեն շահերը սպասարկում են գործիչներ, որոնք հասարակության մոտ ոչ մի դրական, այսպես, բան չունեն, իմիջ չունեն։ Պետք չի իմիջ ունենալ, պետք է ֆունկցիոնալ առումով լինեն էֆեկտիվ, հա, ամեն մեկն իր գործով, մեկը կերքի, մեկը կպարի, մեկը հիմար դուրս կտա, այն մյուսը կվախեցնի, այն մյուսը փողը կտա եւ այլն, հետո այդ ամենը կմիավորվի, կմիատեղվի ինչ-որ մեկի շուրջ, կարևոր չի ում։ Վարկաբեկված դե կներեք, այդ ձեզ համար է վարկաբեկված, իրանց համար շատ էլ հեղինակավոր տղա է։ Նկատի ունեմ հասարակությունը արդյոք որ հասարակությունը, որը ձայն է տալիս ում, որովհետև թույլ եք տվել, հա, ձեր սիրելի կառավարությունը, որ ամեն թափթփուկ դառնա ընտրական գործընթացի մաս։ Եվ հետո ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից գիտահետազոտական բացատրություններ տան, թե դեմոկրատիան ինչ է։ Դե կներեք, բարյախորժակ։ Ես ասելիք չունեմ այստեղ։ Սերժ Սարգսյանի հրաժարականից 7 տարի անցել, մեր հարցազրույցը հենց այսօրն է։ Կուզեի ձեր դիտարկումները լսել եւ զարմանալի զուգադիպությամբ հենց այսօր ազգային ժողովում խոսում են Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու մասին։ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը Հայաստան խմբակցությունը պատիվում է, ինչ դիտարկումներ ունեք այս։ Դե թող փորձեն, հա, օրենքը չի արգելում որ մարդիկ իրենց կարծիքը հայտնեն, ինքնադրսևորվեն, մարդիկ իրավունք ունեն նաև ապուշ լինելու իրենց ինքնադրսևորումը առաջ տանելու, դա էլ օրենքով չի արգելվում, դե ինչ ուզում են թող անեն, թող փորձեն, չասեմ, բայց ես էլ եմ ասում, օրենքի ցանկացած սահման անցնելու դեպքում պետությունը պետք է ամենակոշտ ձևով արձագանքի ամեն այնինչ տեղավորվում է ժողովրդավարական նորմերի սահմաններում, այդտեղ հարց չկա, բայց եթե սահմանները կանցնեն, կսկսեն, չգիտեմ, մարդկանց վախեցնել, ահաբեկել, կաշառել, կամ դեզինֆորմացիա տարածել, դա պետք է Դեզինֆորմացիայի պակաս մենք չունենք կամ դեզինֆորմացիայի պակաս չունենք նաև այն պատճառը, որ մեր երկրում առայժմ ձևավորված չի ռազմավարական հաղորդակցության համակարգ, չկա տենց հիմնարկ, միայն խոսում են։ 21-րդ դարում Հայաստանը չունի նման բան։ Իդեպ ես ուզում եմ ասել ձեզ հետևյալը. Մոլդովային Ռուսաստանը եւս թիրախավորել է, եթե մեզ մոտ պարլամենտական ընտրությունները լինելու են 14 ամիս անց, նրանցը լինելու է շատ ավելի շուտ աշնանը։ Եվ այո, Մոլդովային թիրախավորել, ընդ որում նույն գործիքակազմով, նույն ձեր ասած վարկաբեկված գործիչներ, դե կներեք, ուրիշ չունեն։ Այսքան է կարող։ Այո, այդքանն են ձգում, հա, բայց անում են, ինչ անում են, եւ դա լուրջ խնդրեմ է։ Բայց հաղթահարելի խնդրեմ, որովհետեւ Մոլդովան ընդունել է համապատասխան օրենսդրություն։ Ձևավորել համապատասխան մեխանիզմներ այս հիբրիդային գրողներին դիմագրավելու համար եւ այո օրենքով դատարանով փակում է այդ այսպես կոչված լրատվամիջոցները լիկվիդացնում է հենց պետռեգիստրով լուծարում է այդ այսպես կոչված հասարակական կազմակերպությունները կամ այսպես կոչված կուսակցությունները այո մաքրում է քաղաքական դաշտը աղբից ժողովրդավարությունը փորձում է ապահովագրել ժողովրդավարության գերեզմանափորներից, ովքեր պարազիտանում են ժողովրդավարության վրա այն թաղելու համար։ Մեզ մոտ դա արվում է, ոչ, չի արվում, բայց իմաստուն մտքեր, գիտեք ինչքան շատ են արտահայտում, թե դեմոկրատիան ինչ է, թե ինչ ասում։
Պարոն Մերաբյան, Ռուսաստանը որքան էլ փորձում է նկարագրել, թե Հայաստանը այսպես անկարևոր երկիր է իր համար, ամեն դեպքում պաշտոնական, բայց մենք նկատում ենք որոշակի մտահոգություններ կան, որ Հայաստանը կարող է աստիճան գոտուց դուրս գալ։ Ես նկատի ունեմ նաև փոխարտգործնախարարի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը շատ բան կկորցնի, եթե Եվրամիության անդամակցության ճանապարհով գնա։ Ինչ դիտարկումներ ունեք սրանք, ինչ մտավախություններ։ Փորձեմ թարգմանել դիվանագիտական լեզվից պարզ հայերենին, նա ասում է հանգարտ չհամարձակվեք մեզ ասել իջեք մեր գլխի վրայից։ Մենք ձեր գլխի վրայից չենք իջնելու։ Եթե փորձեք մեզ իջեցնել ձեր գլխի վրայից, ձեզ համար կլինի վատ, սա է ասում այդ գրուշկո կոչվածը։ Հա։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք ինչ անում ենք ճիշտ ենք անում, բայց քիչ ենք անում։ Պետք է ավելի շատ անենք։ Եվ հիմա պատմական հնարավորություն է դա անելու համար։ Կա հնարավորությունների պատուհան, որը մենք պետք է պատշաճորեն օգտագործենք, որովհետև ես չգիտեմ Ուկրաինայի հետ ինչ պայմանավորվածությունների կարողանան հասնել, իսկ Թրամփն ուզում է իր 100 օրը լրանալը նշանավորել այդ զինադադարով, Ռուսաստանը մի ահռելի ռազմական մեքենա է նախապատրաստել, ինտերվենցիայի մեծ ենթակառուցվածք է, հա, ինստիտուցիոնալ ենթակառուցվածք է նախապատրաստել երկրի ներսում եւ ապականել է իր հասարակությունը այս պերմանենտ պատերազմին սովոր լինելու մտայնությամբ, հա, իրենց այսպես կոչված եկեղեցին թունավորել է մարդկանց ուղեղները, իրենց պրոպագանդան այլանդակել, այլասերել է իրենց ամեն ինչը ուղղակի։ Այս ամենը պետք է շարունակի ինչ որտեղ աշխատել։ Եթե չաշխատի, վնաս կտա ինքն իրեն։ Այդ թույնը նա միտեղ իրանից դուրս պետք է թափի, որ ինքն իրեն չսպանի, հա։ Եվ այո, հարմար ուղղություններից մեկը նաև, բայց ոչ միակը, դա նաև հարավային Կովկասն է։ Ընդ որում Վրաստանով եւ Վրաստան-Հայաստան ուղղությամբ, այսպես, որին կգործակցի այո նաև Ադրբեջանը։ Այո, նաև Ադրբեջանը։ Մենք սրան պետք է պատրաստ լինենք եւ նաև հասկանանք, թե ինչի համար է Ադրբեջանը մինչև վերջ ձգձգում, որ իր մանևրի հնարավորությունները ինքն իրեն չկաշկանդի։ Ինչ-որ պայմանագրով Հայաստանի հետ, ասում է, հա, հետո ինչ համաձայնեցել ենք տեքստը, չեմ ստորագրում, ինչ կարաս անես ինձ։ Ոչինչ չես կարող դու ինձ անել, եթե ես չստորագրեմ։ Անդադ նոր նախապայմաններ առաջ նախապայմանել չի, չնող բաներ է ասում եւ ասելու, որպեսզի ինքը չստորագրի, բայց դրա մեղավորը իբր լինես դու։ Այս ամենը այո, նաև ուղերձվում է նրանով, որ Միացյալ Նահանգների հետ կապված է մեծ անորոշություն, իսկ Հայաստանը երկկողմ ձևաչափով, այո, պետք է Միացյալ Նահանգներին բերի տարածաշրջան, այն նույն ձևով, ոնց որ այստեղ ռուս է բերում Ադրբեջանը, ռուս է բերում Դաշնակցությունը, այո, որովհետև այո, սեպը սեպով են հանում։ Ուրիշ ձև չկա։ Թրամփին հնարավոր է բերել անկանխատեսելի գործիչ մի օր մի բան ասել։ Թրամփին պետք չի բերել, պետք է ինստիտուցիոնալ ձևով աշխատել համաձայն արդեն այն համաձայնագրի, որը մենք ունենք Միացյալ Նահանգների հետ։ Օրինակ եմ բերում, հենա երեք տեսանք Միացյալ Նահանգների դեսպանության հաղորդագրությունը Հայաստանում է Westinghouse Electric-ի պատվիրակությունը։ Այո, Հայաստանն իր միջուկային էներգետիկայի ներկան եւ ապագան պետք է կապի Westinghouse-ի հետ։
Սա անվտանգության հարց է լուծում։ Այո։ Հենց նույն տրամաբանությամբ այսօր առաջնորդվում է Ուկրաինան։ Կան ռազմավարական ռեսուրսների վերաբերյալ արդեն մեմորանդումը ստորագրվել է, հիմա պետք է պայմանագիրը ստորագրվի։ Այո, Հայաստանը եւս ունի բնական պաշարներ, հա, որը ռուսների ձեռքում։ Մի քիչ ինչ-որ կրճոններ տվել են կառավարությանը, որ շատ ձեն չհանեն, շատ չդժգոհեն։ Սա RЖD-ներ եւ այլն եւ այլն։ Այո, այդ հարցերը մենք պետք է շատ ֆունդամենտալ ձևով լուծենք։ Ռուսաստանը իր մտադրություններից հետ չի կանգնել եւ հետ կանգնելու որևէ նախադրյալ չունի, չկա։ Եվ նա այո, հայտփորիկի նման միշտ մի կետին այնքան է խփելու, մինչև այն հույսով, որ մի օր դա ծագելու է։ Սա է ամբողջ հարցը։ Եվ ել եմ ասում, միջոցների մեջ որևէ խտրականություն չի դնելու։ Նոր նայրի հունանյաններ բուծելու կոնտինգենտը կա։ Այդ ատելության մթնոլորտը այո ձևավորվելու է։ Այդ անվստահությունը այո ձևավորվելու է։ Քաոսի պատկեր, ծխածածկույթ, որի ներքո կարելի է անել ցանկացած ստորություն։ Իսկ չկա որևէ ստորություն, որին ընդունակ չի Ռուսաստանը։ Ռուսաստանին պետք է Հայաստանում ուրիշ իշխանություն 26 թվականին։ Ռուսաստանին պետք է Հայաստան առանց հայերի։ Դեռ 130 տարի առաջ էր դա ասվել։ Ռուսաստանի մոտ ոչինչ չի փոխվել։ Մնացածը դե հենց փուլային հարց է։ Եվ դրա համար այս իշխանությունները այո, որովհետև հայերը ըստ Ռուսաստանի պետք է լինեն կամ Սիմոնյան Մարգո կամ Արա Աբրամյան։ Այ դա է Ռուսաստանի ուզածը։ Եվ ապրեն այնտեղ, ստե գործ չունես։ Ինչ կան, ինչ չանի, դա արդեն քո գործը չի։ Սա է ուզում Ռուսաստանը։ Լեռնային Ղարաբաղում այո հասան դրան։ Վերջ։ Հիմա անցել են սրան։ Ընդ որում նույն կոնտինգենտը ինչ որ այնտեղ փուրը տվեց, իսկ այսօր իշխանությունը չի աշխատում այն ուղղությամբ, որ այս ձևավորվող թունավոր կոնսպիրոլոգիան չգնա առաջ, այդ Զորի Բալայանով մախտրված ուղեղներով, այդ պսևդոմտավորականների կողմից այսօր տիրաժավորվող այդ կոնսպիրոլոգիան։ Ինչի համար, որովհետև դա մի օր պետքա պայթի ըստ այդ կամպանիան տանողների։ Չի արվում այդ բանը։ Չեն մտածում դրա մասին, կամ մտածում են դրա մեզ կշրջանցի, չի շրջանցի։ Այո, այդ ամենի հետևում կանգնած է ռուսը, ուրեմն Հայաստանում ինչ վատ բան եղել է, միշտ հետևում դուք կտեսնեք ինչ-որ մի Իվանի, պայմանական, հա, կամ Իվանի շահը, և մի ապուշի, օգտակար կամ անօգուտ ապուշի, որը այդ բանը իր ձեռք կանի։ Հետո մեղավորը կլինեք դուք։ Ու հետո ձեզ էլ մի բան էլ կպարտադրեն, որ շնորհակալ լինեք մինչև ձեր կյանքի վերջը, որ ձեզ փրկել են։ Հասկացաք։ Սա է հարցը։ Այս ձևը Ռուսաստանն աշխատել միշտ։ Եվ մենակ հայերի նկատմամբ չէ, բոլորի։ Հատկապես այդ խորհրդային երկրներում, լեհերի հետ նույն պատմությունն է։ Այք ու այք։ Ուկրաինացիների հետ նույն պատմությունն է։ Բալթյան երկրներում, այո, ընդեղ էլ են փրկել են ոնց է, բայց չեն արել, վրացիներին են փրկել, իհարկե, հիմա մեզ են փրկելու, մինչև վերջին հայը այստեղ, Շնորհակալություն պարոն Այրաբյան, հիշեցնեմ իմ հյուրը Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էր։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։